Վերջին օրերին հանրային տիրույթում թերևս ամենաշատ քննարկվող թեման Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ներկայացրած օրինագիծներ կապված 1000 դրամների հետ, այս եւ այլ մի շարք հարակից խնդիրների վերաբերյալ քաղաքացիների տրամադրությունները ստուգելու համար փոքր կենտրոնում կիրականացնենք փոքրիկ հարցում։ Լավ միտք է, որ օգնեն այն մարդկանց, ով զինվորակորցրել, ասենց ասեմ, բայց այն, որ դա պետք է անի ժողովուրդը, ինքը պետք է այդ 1000 դրամները տա, դա արդեն, ոնց ասած, վատ բան է, էլի, դա պետք է պետությունը կարողանա ինքը կառավարել էլի այդ ամեն ինչը ու բյուջեից կարողանա տա, ոչ թե բյուջե լցնի, որը դեից ինչ-որ կա, տա կամ էս ինչ եմ, Չեմ հավատում, որովհետև սա նորից մշակված հատուկ ծրագիր է, ընդդեմ Թալանի։ Իրանք ոնց որ կառավարությունը տակտիկորեն փորձում է ժողովրդի աչքին ինչ-որ բան թոս փչել ու գումար հավաքելու նոր միջոցներ ծրագրեր կազմել, բայց ըստիս դա ընդդեմ ժողովրդի Թալանի է։ Այսինքն ես չեմ հավատում, դեմ եմ դրան։ Գիտեք, ընդհանրապես, որ այդպիսի գումար անհրաժեշտ է, ես կարծում եմ, որ դա ճիշտ է, բայց հազարական հավաքելու այդ մեխանիզմը սխալ է իմ կարծիքով։ Հրանտ Բագրատյանը իր մի ելույթում շատ լավ նշեց, ինչ կարիք կա նորից այդ ֆոնդ ստեղծել, իրան հիմնական ապարատներով, հաստիկներով եւ այլն, շատ ավելի ճիշտ կլինի դա այդպես հարկի ձևով կամ որևէ բանի ձևով մտցնել, մի անգամ ուղարկել այդ գումարը բյուջեից առանձին բանով։ Ճիշտ է, դա մեր համար շատ դժվար է։ Այսօր բոլորս էլ ասենք աշխատում ենք 1000 դրամը ձեռք բերենք։ Բայց այդ նորմալ է, որ եթե այսօր մեր ձեռքը կա 1000 դրամ, ոչ թե 10 դրամ կամ 20 դրամ։ Հակացունես հարցում ենք չբանանեմ, ես մի քիչ ինքս բաներ, երկչոտ եմ դες։ Երկչոտ, լավ։ Ամեն դեպքում շնորհակալություն։ Նորմալ իմ կարծիքով։ Արդյոք Թալանի հերթական մեթոդը չի։ Ճիշտ ասած չեմ կարող ասեմ, հնարավոր է լինի, բայց ես ավելի շատ սկսում եմ չխառնել այդպես հարցերի մեջ, այդպես ավելի թեթև է ինձ համար։ Կարծում եմ, որ Թալանի եւս մեկ միջոց է, փողը չի հասնելու հաստատ ոչ բանակին, ոչ զոհված զինվորների ընտանիքներին, գնալու է պետության այդ պաշտոնյաների գրպանները։ Դա սխալ է այդ ձևի, ոչ պարտադիր այո, միայն դրա մեջ եմ ես կասկածում, որովհետև մենք արդեն նալոգներ, ես դեռ աշխատում եմ, մենք վճարում ենք, չէ 25%-ը, ես 1000 դրամին չեմ ասում բանակին պետք չի, դա պետք է, անպայման պետք է, բայց թող են ազգային ժողովում ճիշտ ասեցին, ինչը որ տարել են, թող մի հատ հետ բերեն, հետո նոր։ Ես այս իշխանության ոչ մի արածի լավ չէ վերաբերում, եթե անգամ հրաշալի գործեր են արել, միևնույն է, դեկատի վերաբերմունք կա։ Ընդհանրապես դրանք փողով ծանոթով դպրոց ավարտած, ինստիտուտ ավարտած, գիտական կոչում ստացած, պաշտոն ստացած, բոլորը փողով ծանոթով է արված։ Այս ողորմելի վիճակը Հայաստանի տեղից է գալիս։ Այսօր մենք տանջում ենք, ասենք աշխատում ենք նրա համար, որ ստեղծենք, չէ՞։ Պահենք մեր տունը, մեր երեխեքին։ Այսօր ես իմ երեխուն տվել եմ հատուկ դպրոց կրթահամալիր, որ ես գիշերները աշխատում, ինչի համար։ Թող ուրեմն պարտավոր է պետությունը անի։ Գոնե թեկուզ կեսը, որ ասենք ես խոսքի 1000 դրամը 500 ես վճարեմ 500 ինքը։ Որտեվ ես միայնակ մայր եմ։ Ուրեմն այդ պարտադիրը ով որ դրել է, թող եթե իր տան անդամների վրա պարտադիր դնի։ Ես ինքս կամավոր եմ, ազատամարտիկ։ Այն ժամանակ մեզ ոչ մեկը չպարտադրեց, որ գնայինք, մենք կամավոր գնացինք, հիմա էլ եթե պետք կլնի, ես թոշագարու եմ, կամավորը լնի, էլի իմ թոշագից ամիսը 5000 դրամ, եթե ես չտամ ամոթ ինձ, չի կարելի մարդկանց ստիպել, բանակ ես պահում, նորմալ պայի, տելևիզորով ու ստեղով ընդեղով ասում են, ես ենք արել, ինչ են արել, մեզ տղես երկրորդ կարգի հաշվանդամա պատերազմի, միշնեք տղես 24 տարի ու կես անհայտ կորած տղա ջան,
Ես մասնակից կանտուզիա տարած, ոչ տուն ունեմ, ոչ մի բան, 35,000 իմ քրդինքի թոշակն եմ ստանում, 35,000-ով ես յոլլա եմ էտում, ինչքան ես սոված ծառավ մնամ, անտուն մնամ, բոլոր ացյաններին էլ դիմել եմ, ոչ մեկը հաշվի չի առնում, որ նուժելի ես իմ երկու երեխու հետ մի հատ սենյականոցի օգուտ չեմ տվել ես պետությանը, ինչ պարտադիր, ինչի պարտադիր, եթե կամավորը կա, ինչի պարտադիր, ապրելին, որ դեպքը եղավ, ով մեզ պարտադրեց, էլի մենք կամավոր գնացինք, մարդիկ հերթ էին կայնել, իրար հետ վիշվում էինք, թե ով շուտ զենք զինամթեր կստանա, էդ համերնելու։